Միխեիլ Սաակաշվիլին 12-րդ քրեակատարողական հիմնարկում այցելել են փաստաբանները, մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Սաակաշվիլիի նամակը։ Այնտեղ նա նշում է, որ չկա որևէ տեղեկություն այն մասին, որ նրան նախատեսում են տեղափոխել քրեակատարողական հիմնարկ։ Սաակաշվիլիի ընտանիքի անդամները դեռևս չեն տեսնվել։ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերին։ Բաատա Բուրճուլաձեի և Մուրթազ Զոդելավայի դեմ մեղադրանքները հանվեցին։ Դատախազության պաշտոնական հայտարարության համաձայն պարզաբանվել է միայն քրեական արարքի նկարագրության մեջ ձևակերպումը և որակումը չի փոխվել։ Խոսքը 63 անձի մասին է, որոնք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ խմբակային կերպով փորձել են գրավել ռազմական օբյեկտ, կազմակերպել, ղեկավարել, մասնակցել են խմբակային բռնության, ինչպես նաև հրապարակայնորեն կոչ են արել Վրաստանի սահմանադրական կարգի բռնի փոփոխություն կամ պետական կառավարման տապալում։ Նոյեմբերի 28-ին Թբիլիսիի պետական համալսարանից դեպի Ռուսթավելի պողոտակ անցկացվի բողոքի երթ։ Երթի մասին հայտարարվել է խորհրդարանի դիմաց հավաքի ժամանակ։ Ասվել է, որ 1 տարի առաջ նոյեմբերի 28-ին վրացական երազանքը բացահայտորեն հրաժարվել է եվրոպական ուղից, որը նրանք չեն ընդունի և կպայքարեն մինչև վերջ։ Վրացական երազանքն արձագանքել է վերոնշյալ հայտարարությանը։ Իրակլի Կիրցխալյան գրել է սոցիալական ցանցում հետևյալը. ապացուցված է, որ գործակալությունը չի կարող փոխել Բրյուսելից ստացած հանձնարարականում որևէ բառ։ Այսօրվա ճեպազրույցը պատմության մեջ կմնա որպես գործակալության ամոթալի խորհրդանիշ։ Ընդդիմությանը վստահեցված չէ ինքնուրույն գրել ճեպազրույցի ամենապարզ տեքստը։ Գործակալությունը չի կարող փոխել Բրյուսելից ստացած հանձնարարականում նույնիսկ մեկ բառ, ոչ մի բառ։ Նրանք չեն կարողանում գրել ու ասել ճեպազրույցի ամենապարզ տեքստը և ինքնուրույն չեն վստահում այն։ Ավարտվել է ավիավթարի վայրում 3-օրյա որոնողական գործողությունները, 20 դիակներն էլ հայտնաբերվել են։ Իրավապահ մարմինների աշխատակիցները մնում են դեպքի վայրում և շարունակում են ուսումնասիրել տարածքը։ Վթարի և որոնողական աշխատանքների վերաբերյալ մեկնաբանություններ են տվել ներքին գործերի և պաշտպանության նախարարները։ Ժնևի միջազգային բանակցությունների 65-րդ փուլը, ինչպես նաև նախորդները, ձախողվեց, քանի որ Ռուսաստանի և օկուպացիոն ռեժիմների ներկայացուցիչները ինչպես միշտ լքեցին բանակցությունների սեղանը, երբ օրակարգի հիմնական հարցերից մեկը օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձն էր իրենց տներ։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել այս հարցի վերաբերյալ։ Նախարարության տվյալներով վրացական կողմը կտրուկ բարձրացրել է օկուպացված շրջանում անվտանգության, մարդասիրական և մարդու իրավունքների ոլորտում տիրող ծանր իրավիճակի և օկուպացիոն ռեժիմի ապակառուցողական գործողությունների հարցը։ Մտահոգություն է հայտնվել վերջին գործողությունների վերաբերյալ, ինչպիսիք են Սոխումիում օդանավակայանի անօրինական բացումը, որը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը։ Վրաստան-Եվրամիություն հարաբերությունները քաղաքական կուսակցությունների շրջանում բուռն քննարկվող թեմա են դարձել։ Գնահատականներ են տրվում ինչպես Վրաստանին ընդլայնման ֆորումին չհրավիրելու, այնպես էլ դեկտեմբերին հրապարակվելիք Եվրոպական հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ։ Ընդդիմությունը քննադատում է իշխող թիմին և հայտնում, որ Վրաստանին ընդլայնման ֆորումին չհրավիրելը վրացական երազանքի քաղաքականության արդյունք է և կարծում է, որ քանի դեռ վրացական երազանքը իշխանության գլուխ է, Վրաստանի համար եվրոպական ընդլայնում չի լինի։ Ինչ վերաբերում է վիզայի ազատականացման հարցին, կառավարության հակառակորդները նշում են, որ վիզայի ազատականացումը կենսական նշանակություն ունի վրաց ժողովրդի համար և հույս են հայտնում, որ եվրոպացի գործընկերները չեն դադարեցնի վիզայի ազատականացումը վրաց հասարակության համար։ Մոտ 20 ընտանեկան գինեգործ գինու ազգային գործակալության աջակցությամբ մասնակցել է ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում կայացած Round Wine New York ցուցահանդեսին։ Նյու Յորքում շաբաթվա ընթացքում վրացական գինին ներկայացվել է 2 կարևոր միջոցառումների շրջանակներում։ Ցուցահանդեսի կազմակերպիչը Ֆրանսիայից հայտնի գինու վարպետ Իզաբել Լեժերոնն է։ Ուղղափառ եկեղեցին այսօր նշում է 100,000 նահատակների հիշատակի օրը։ Շիոյ եպիսկոպոսը աղոթք է մատուցել Մետեխի կամուրջի մոտ, այնուհետև ծաղիկներ են խոնարհել և
քուր գետը ծաղիկներ նետել։ 8 դար առաջ Թբիլիսիի գրավումից հետո գլխատվել են 100,000 քրիստոնյաներ, որոնք նվիրված էին իրենց հավատքին։ 100,000 վրացի նահատակներ մահապատժի են ենթարկվել 1227 թվականի Ջալալեդդինի հրամանով, քանի որ հրաժարվել են փոխել իրենց հավատքը։